Գիշերն է իջնում Երևանի վրա ու լույսերն են վառվում հին ու հարազատ Ես քայլում եմ քո փողոցներով հիմա Իմ սիրտը քեզնով է ազատ ու հպարտ Մեր սարերի հովն է հոգիս շոյում Ամեն մի քարի մեջ պատմություն կամի Քո կարոտն է ինձ միշտ տուն կանչում Ուր է լինեմ պատկերը չի խամրի Դու իմ օրանն ես իմ սուրբ աղոթքը Իմ հպարտությունն ու իմ ճակատագիրը Սիրում եմ քեզ իմ անքին Հայաստան Քո սուրբ հողը, քո սարերը բարձր Դու իմ հույսն ես, իմ մայր օթևան Քո անունն է հոգուս մեջ ամենից քաղցր Ուր էլ գնամ մեկ է կվերադառնամ Որ գրկեմ քո տուֆե պատերը նորից Սիրում եմ քեզ Հայաստան իմ միակ Դու իմ լույսն ես ծնված սուրբ երկնքից Արարատն է հերվից մեզ նայում հպարտ Ողջույն սիրելիներս, ողջունում եմ ձեզ ու սկսում ենք նոր վլոգ Մեր տուրը շարունակվում է Հայաստանյան, եկել ենք շատ հիանալի վայր, Ծաղկևանք ենք եկել Հիմա այստեղ արդեն այս ճանապարհին կանգնել ենք, պետք է մեքենաներ կան մեծ, մեքենաներով բարձրանանք դեպի վանքը Հիմա մենք մեքենան նստենք, նորից կհանդիպենք ձեզ սիրելիներս Տեսեք այս սենց հրաշալի վայրում եք, պաստորել ժողովուրդ հերթագրում են, տեսեք հերթը ընդեղ նստած է, մեքենան տանում է, 20 րոպե սպասում է, նորից մեքենան հետաբերում, մի մեքենան արժե 8000 դրամ, կարող է ցանկանաք գալ, իմանաք գները Հիմա տեսեք, այստեղ մի մեքենան գալիս է, մյուսը բարձրանում է Խոսքով մեծ մեքենաներ են երևի, որ կարողանում են վերև բարձրանալ, անկեղծ ես գիտեի, թե մենք էլ ենք կարողանալու միջև վանքը գնալ, բայց փաստորեն չէ։ Բավականին հեռու է այստեղից, մի քանի կիլոմետր կա, ոտքով ահագին հեռու է, դրա համար մեքենաներով, տեսեք, բարձր մեքենաներով տանում են միջև վերև։ Հիմա մենք հերթագրվել ենք, հենց մեր հերթը հասնի, մենք էլ ենք գնալու վերև, 20 րոպե սպասելու է ասաց վարորդը։ Մի խոսքով ժողովուրդ գնացինք իհարկե միասին։ Տեսեք, այսպես քարքարոտ ճանապարհ է, հողոտ։ Եթե բարձր մեքենայով գաք, կարող եք դուք էլ գնալ, չնայած ցածր մեքենաներով, ուղղակի մեր մեքենան շատ ցածր է։ Դրա համար որոշեցինք մեքենա վարձենք, ավելի լավ է, որ մեզ բարձրացնի վերև, իսկ Բարձր մեքենաները հանգիստ, եթե այդ մեքենայով գաք, հանգիստ կարող եք գնալ, բայց ժողովուրդ այս գեղեցկությանը նայեք։ Տեսեք ինչ սիրուն վայրում ենք։ Չգիտեմ ձեզանից որևիցե մեկը եղել այստեղ թե ոչ։ Ես հաստատ չեմ եղել, ասել եմ, չէ որ այս տարի որոշել ենք այն վայրերը գնանք, որը շատ վաղուց ենք եղել կամ ընդհանրապես չենք եղել։ Դրա համար եկել ենք այստեղ։ Մեքենաներ կա գնում են, բայց մենք չուզեցանք նման ռիսկ անել ու քանի որ շատ ցածր է մեր մեքենան, մեքենայով բարձրանանք։ Խոսքով սպասում ենք ժողովուրդ, որ մեքենան այնտեղից մարդկանց իջեցնի, այնտեղից մարդկանց իջեցնի, այստեղից տանում է այդպես է։ Կհանդիպենք սիրելիներս, երբ երևի ճանապարհին կլինենք, ճանապարհը կփորձեմ նկարել։ Լավ, մենք 5 հոգով ենք, մի մեքենա, էլ ավելորդ մարդ չի նստի մեզ հետ։
մի մեքենա, տեսեք, այս մեքենան էլ է ուզում երևի գնա կամ այստեղ կանգնի։ Բայց չգիտեմ։ Կհանդիպենք սիրելիներս, հաստատ դուք էլ մեզ հետ եք գալու։ Այ այսպես հրաշք վայրում ենք հայտնվել, ճանապարհը նկարել եմ, բայց վայ եմ նկարել ունիքան թափ տվեց, չգիտեմ ինչ եմ նկարել չէր լինում, որտեղ ահավոր է բարը։ Այստեղ խաչքարեր են բազմատեսակ, հիմա պետք է մնացածը այսպես աստիճաններով ու այնտեղ ենք բարձրանալու, աստիճաններով բարձրանանք վերև, Վիլիսով ենք եկել ժողովուրդ։ Դու ասում առաջին անգամ կյանքում Վիլիս նստեցի։ Հա, մի խոսքով գնացինք, ճանապարհը ահավոր է, բայց արժե այդ ճանապարհը այստեղ հասնելու համար։ Մարդկա ոտով են բարձրանում, ուղղակի շատ վատներ ճանապարհը։ Հիմա այստեղ աշյաններով բարձրանում ենք վերև։ Չէ՞ որ այնտեղ բարձրանալու են։ Այսպես աշյաններով բարձրանում ենք։ Այստեղ գերեզմաններ է երևի, ժողովուրդ այսպես խաչքարեր է կանգնեցված, ժողովուրդ այս տեսարանը տեսեք, բարձրից, ինչքան գիտեմ Արայի լեռն է, եթե սխալվում եմ ասեք, բայց Արայի լեռն է։ Ասեք միջև որտեղ ենք բարձրացել, իհարկե մեքենայով, ոտքով չնայած բարձրացողներ կան, բայց այս շոգին ահավոր դժվար կլիներ։ Գնացինք։ Քայլում ես քո ճանապարհով, օրերն անցնում են լուր հանգիստ, ու կամի հոր ոտքերի տակ, որը քեզ տվել է անուն ու լույս։ Մի մոռացիր սարերի շունչը, մի մոռացիր աղբյուրի ձայնը, աշխարհում ուր էլ որ գնաս, քո արմատները չմոռանաս, մի մոռացիր Ստեղից ջուրակաթում տեղից ջուրակաթում Ստեղից ջուրակաթում կամնաց իմ վրա կապտած երևից կաթում ահա Մամա շիշը պար բժշկորույա չթափես մեջ չիկալես չիչկոնի չեմ դրե քիչպես չեմ Զախկեվանք կամ կույս վարվարը Քարանձավում փորած վանք Հայաստանի Արա լեռան վրա
Մոտակա բնակիչները այնտեղ տոնում են թե քրիստոնեական եւ թե հեթանոսական տոները։ Գևանքը կույս Վարվարայի մահարձանն է համարվում, իսկ ըստ Վատիկանի Սուրբ Վարվարան, ինչպես Սուրբ Քրիստափորը, հավանաբար առասպելական է։ Իսկ եթե ոչ, ապա կամ իր դաժան հոր ձեռքին է զոհվել քրիստոնեություն ընդունելու համար եւ կամ հափշտակվել հրեշտակների միջոցով։ Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրա գեղեցկությանը եւ ուզում է բռնի տիրանալ նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, որը գառներ է արածեցնում եւ խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։ Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին, նրան պատժելու համար։ Հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից եւ հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին եւ իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են եւ տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց եւ կենդանիների աչքերը։ Հայրենիքը միայն քարտեզ չէ, այն ապրում է սրտերում դարեթար։ Ժողովուրդ ջան, մենք մեր մոմը վառեցինք, սուրբ ջուրը մի փոքր քսեցինք մեր վրա, ուժից ջուր ա դա, շիշեինք բերել, մի փոքր էլ հետներս վերցրել ենք, կատ-կատա գալիս ջուրը իհարկե, հիմա իջնում ենք ներքև, քանի որ մեքենան մեզ է սպասում կես ժամով, կես ժամը 8000 դրամ մեքենան, որպեսզի իջնենք արդեն գնանք ներքև, քանի որ էլի սպասողներ կան։ Գնացինք։ Եսեք հեռվից նկարեմ, այդ քարանձավի մեջը եւ վանքը մոտուր ավելի ճիշտ ուխտավայրը։ Ուխտավայրը համարվում ու ունի շատ գեղեցիկ պատմություն, որը անպայման կպատմեմ։ Մեկ անգամ եւս այս գեղեցկությունով հիանանք ու մեր վիլիսով իջնենք ներքև ժողովուրդ, ասեցի չեք կյանքում առաջին անգամ վիլիս նստեցինք, ահավոր էր, էքստրիմ էր ճանապարհը իհարկե, բայց բարեբախտաբար լավ հասել ենք, այնձև լավ կիջնենք ներքև։ Գնացինք սիրելիներս։ Ինչպես ամենտեղ այս տեղերը ուշանավերներ վաճառում։ Չվերաբերվում է այս եկեղեցուն, այս սրբին, Սուրբ Վարվարան։ Ժողովուրդ ջան, բարեհաճող իջանք ներքև արդեն, շատ հաճելի վայր էր, սրբավայր էր իհարկե, հիմա տեսնենք ուր ենք գնում, որոշենք, իհարկե դուք էլ մեզ հետ միասին սիրելիներս։ Արևի երկիրի մայր Հայաստան, աղոթքը շուրթիդ իմ սեր Հայաստան, Սուրբ հողիդ համար կյանքս էլ կտամ, միայն դու ծաղկես իմ մայր Հայաստան։ Հայրենիք, ես մի բուրն եմ քո հողի։ Ժողովուրդ ջան, քանի որ մոտ էին գտնվում Ծաղկեվանքին, մուղնի ենք եկել, այստեղի վանքը, այստեղ շուտ է մեկել, հարսանիք է մեկել, որոշեցին, քանի որ մոտ է, այստեղ էլ գալ։
Սիրուն այգի ունի վարդերով։ Կանաչ։ Եկեղեցու մարզանյակը ժողովուրդը։ Մտանք ժողովուրդյան տեսակ հարսանիք էր, նստեցինք փոքր մասնակից դարանք, ստիպված մասնակից դարանք, աղոթեցինք, մոմ վառեցինք, Սուրբ Գևորգ եկեղեցին ամուղնի, աղոթեցինք ու դուրս եկանք, հիմա տեսնեմ ուր ենք գնում, քանի որ տանից դուրս ենք եկել այս ուղղությամբ, տեսնեմ ուր ենք գնում, նորից դուք մեզ հետ միասին ձեզ անպայման տեղյակ կպահեմ, սիրելիներս, գնացինք։ Ժողովուրդյան, ոնց որ այսօր ստացվում է Սուրբ վայրերի, եկեղեցիների տուր, քանի որ այստեղ մոտիկ են եկեղեցիները միմյանց, որոշեցինք այս տարածքի Սուրբ վայրերից մի քանիսը հաճախենք, գանք, եկել ենք Սաղմոսավանք ենք եկել, ինքան լավ հով է այստեղ հիմա, արևը մի տեսակ մռայլվեց եղանակը ու քամի է, լավ հով է։ Հիմա եկել ենք Սաղմոսավանք, ես չեմ եղել երբեք, այստեղ էլ տեսնենք, ձեզ էլ իհարկե մեզ հետ ենք տանում, ուր գնում ենք այսօր մեր տուրով։ Գնանք, նորից կհանդիպենք սիրելիներս։ Սաղմոսավանքը վանական համալիրան նույնպես մի քանի եկեղեցիներից է կազմված։ Ինչպես միշտ ամպելիք են վաճառում, նշանավերներ, բնական է, այս վայրերում միշտ էլ Այստեղ ոնց որ էլի հարսանիքի ենք մասնակցում ժողովուրդ, հարսանիքը երևի, բայց դուք տեսեք այս տեսարանը, սա, չգիտեմ, ումեն ինչ արժե այս տեսարանը գնամ, տեսեք սա եկեղեցին, ու սա տեսեք տեսարանը, շուտ սիրում, շուտ, շուտ եղամ, Ժողովուրդը սրաշկի նայեք, ներկևում եք հասար գետը ոնց որ։
Այս գեղեցկությունը ժողովուրդ։ Հետո քրքիրա չէ են սա, ոնց որ հատուկ սարքած լինեն։ Ու ընդհանրապես մեր եկեղեցիները միշտ բարձունքում են կառուցվել։ Մենակ այս տեսարան համար ամեն ինչ ժողովուրդ։ Այսօր որ եկեղեցին Կիրակի է բնականաբար, որ եկեղեցին գնացինք, հարսոփեսայի տեսանք, հարսանիք էր, հարսոփեսան նկարվում է շատ սիրուն տեղ։ Թող բախտավոր երջանիկ լինեն։ Սեքսորտերալի սիրուն տեղ ժողովուրդ։ Հիմա այսպես թեքվենք դե գնանք դեպի եկեղեցին։ Հայաստան Սուրբ հողիդ համար կյանքս էլ կտամ Միայն դու ծաղկես իմ մայր Հայաստան Հայրենիք ես մի բուրն եմ քո հողի Հայրենիք դու մի զարքն ես իմ սրտի Կանգնած է անքում Դու պատմություն ես հաղթած կերտելու Հայը եղել է կա ու կմնա Իմ հայրենիքը պիտի զորանա Տասներեքերորդ դարի կառույցը Անաստեր Խոնասրի Սամուսավանք Օրերն անցնում են լուր հանգիստ Ու կա մի հոր ոտքերի տակ Որը քեզ տվել է անուն ու լույս Մի մոռացիր սարերի շունչը Մի մոռացիր աղբյուրի ձայնը Աշխարհում ուր էլ որ գնաս Քո արմատները չմոռանաս Մի մոռացիր թե որտեղից ես Որ լեզվով եմ այրդ երգել Մի մոռացիր քո տանջերած Սա էլ հաջորդ մատուրն է Որ դարերով Դու աստվածի կատարածի բոլորիս նպատակները, երազանքները Աստվածի Երբ լավ է կյանքը Մի մոռացիր Երբ դժվար է Սաղմոսավանքը հայկական առաքելական վանական համալիր է Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում Այն ապրում է սրտերում Սաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է։ Սաղմոսը հոգևոր երգն է։ Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով սաղմոսավանք է կոչվել։ Եվ իսկապես վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի։ Ավանդության համաձայն հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում Արագածի գագաթից նկատելով այս վայրը
գալիս է այստեղ եւ եկեղեցի է կառուցում։ Այնուհետև նույն տեղում հոգևորականներ հավաքելով նրանց սաղմոսները սովորեցնել։ Գրավոր աղբյուրներում սաղմոսավանքը հիշատակվել է 12-րդ դարի երկրորդ կեսից, երբ Հովհաննես Մունջ վարդապետը վերանորոգել է այն և ստեղծել դպրոց, որը դարձել է նշանավոր գրչության կենտրոն։ Սաղմոսավանքի վանական համալիրը միջնադարյան ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից է եղել։ Այն ապրում է սրտի Մեզ քո ճանապարհով օրերն անցնում են լուր հանգիստ ու կամի հոր ոտքերի տակ որը քեզ տվել է անուն ու լույս Մի մոռացիր սարերի շունչը Մի մոռացիր աղբյուրի ձայնը Աշխարհում ուր էլ որ գնաս Քո արմատները չմոռանաս